Ուղղակի ֆանտաստիկ լավ լուրերի շարքից։ Հայաստանի Հանրապետությունում զենք արտադրող 3 ընկերություն, 2 տարբեր երկիր զենք են արտահանել միլիոնավոր դոլարների։ Դուք հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունը մետաղի ջարդոնը զենքի տեղ գնող պետությունից վերածվել այնպիսի պետության, որը զենք է արտադրում նախ իր բանակի համար ու իր բանակը գնում է այդ զենքը։ Մի բան էլ այդ զենքով հետաքրքրվում են ուրիշ երկրներ ու Հայաստանի Հանրապետությունը զենք է ծախում։ Զարգացումը ու առաջընթացը էսը։ Մենք ֆանտաստիկ պոտենցիալ ունենք ու մենք իրագործելու ենք մեր այդ ֆանտաստիկ պոտենցիալը ձեր օգնությամբ։ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Բարելույս բարեկամներ, հուսամ լավ եք, մի լավ լուրով եմ ուզում կիսվել ձեր հետ։ Դուք գիտեք, որ մենք ապրիլի 1-ից բարձրացրել ենք կենսաթոշակները 10,000 դրամով, ինչպես նաև բարձրացրել էինք հետվճարի չափը մինչև 10,000 դրամի չափով եւ 20%-ի չափով կենսաթոշակից եւ նպաստներից, եւ մենք հիմա ունենք նոր թվեր ապրիլ ամսվա, որոնք ամփոփվել են 3, եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ հետվճարից արդեն իսկ օգտվում է 531,000 մեր քաղաքացի, ի համեմատ օրինակ հունվարի 400,000-ի եւ այդպես շարունակ, այսինքն 130,000-ով միայն տարվա սկզբից է ավելացել այդ քաղաքացիների թիվը եւ հետվճարի միջին չափը հունվարի 4,000 դրամի փոխարեն դարձել է 8,000 դրամ, այսինքն մենք կարող ենք ըստ էության վստահաբար պնդել, որ գրեթե բոլորի համար կենսաթոշակը բարձրացրել է ոչ թե 10,000 դրամով, այլ 18,000 դրամով եւ այդ թիվը մոտենալու է 20,000 դրամին շուտով։ Եվ հետևաբար սա էական բարձրացում է, չհաշված նաև առողջության ապահովագրությունը, որը որ մեր 100,000-ավոր քաղաքացիների համար ապահովում է անվճար բուժօգնություն, անվճար դեղորայք եւ այդպես շարունակ։ Խնդրում եմ տարածեք տեսանյութը, որպեսզի բոլորն իմանան, որ կենսաթոշակները իրականում բարձրացել են ոչ թե 10,000 դրամով, այլ այս պայծրությամբ արդեն իսկ 18,000 դրամով։ Ձեզ լավ օր եմ ցանկանում։ Թե բա բարեգործ, թե բա մեծենատ, թե բա ղարաբաղցիների համար ինչքան բան է արել, ոնց է արել, սաղին տիրություն է արել։ Լսեք ուղակի նոր գաղտնալսմամբ, թե ոնց են կալուգացի Սամոյի տասովշիկները խոսում ղարաբաղցիների մասին։ Լսում եք ինչ ասում։ Լսում եք ինչ ասում։ Սա վերաբերմունքն է։ Սա այդ կեղտոտ, այդ կապույտարյուն ունեցողների վերաբերմունքն է։ Ինքը քեզ փող է տալի ու ինքը կարա քո մասին տենց խոսա, ինքը տենց է մտածում առնվազն։ Ղարաբաղցիներին սիրողի թիմը առաջի ձեր տասովշիկները սենց են խոսում ղարաբաղցիների մասին, հա։ Ու էս է եղել իրանց մշտական վերաբերմունքը ղարաբաղցիների նկատմամբ, հայաստանցիների նկատմամբ, բոլորի նկատմամբ։ Էս էլ որպես առավել վառ ապացույց։ Աները ճիշտ է զարմիս մատիշները։ Որ ճիշտ է լավ ենք անում, արա փող ծախում։ Կյանքն է տենց, արա փող ծայ։ Եթե դե ճիշտ է։ Ասում է կյանքն է տենց, փող դու այս են պլանավորում անեն Հայաստանի հետ։ Փողը տան, որ հետո ժողովրդին, բայց լավ չեն պատկերացնում, որ ժողովուրդն է իրանց։ Ինչքա չկարա այդ բաները ճիշտ է զարմիս մատիշները։ Որ ճիշտ է լավ ենք անում, արա փող ծախում։ Կյանքն է տենց, արա փող ծայ։ Եթե դե ճիշտ է։ Ես երբ միլիոն կդա։ Եթե դա անշեշտ Կար դենան կորեք մազնազան է, ձեն հանը, տանկեր Ղարաբաղցի կուպերան դու նիշտավի մեկն 110 սաղ կյանքուն աստանի պատնի Այս կալուգացու վաստակները ժողովուրդ ջան արդեն բռնել են բերդի ճամփա, հարցը դա չի, բայց հասկանում եք, չէ՞, սրանց սրիկայության մակարդակը, թողես անդադ խոսեն Ղարաբաղցիների մասին, ասեն, վայ, մենք օգնել ենք ղարաբաղցիներին, տեսեք իշխանությունները նրանց չեն աջակցում, ինչ ճար, ելույթ ասես կանեն, բայց երբ որ ժամանակը գալիս է, իրանք բացահայտում են իրանց իսկական դեմքը, այսինքն փող են տալիս ղարաբաղցիքին ու հենց տեսնում են, որ այդ փողի դիմաց իրանք լոյալ չեն բամ, սկսում են վերջին բառերով հայոյել։ Այն մյուսը, բա լսեցիք ինչ ասում, ասում է, հա ասենք թե ճիշտ է, կյանքն է, տենց փող տուր այն բանից արա։ Տեսա ձեզ այն բանից կանեն, արա, վիժվածքներ։ Նայեք թե ոնց են կալուգացի օլիգարխի համար փող բաժանողները սեռական հայոյանք տալի Ղարաբաղցի մեր հայրենակիցներին։ Ղարաբաղցի կուպերան
Այ երեսպաշտ ստահակներ։ Փաստորեն դուք գալիս եք, փորձում եք մեզանից պաշտպանել Ղարաբաղցի մեր հայրենակիցներին, խոսում եք Ղարաբաղ նրանց վերադարձի իրավունքի մասին, օգտագործում եք Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանություն զավթելու համար, բայց միևնույն ժամանակ փորձում եք կաշառել Ղարաբաղցի մեր հայրենակիցներին եւ սեռական հայհոյանք տալ նրանց։ Ու տեսանյութի մեջ նաեւ ասում եք Ղարաբաղցիները մուխանատ են, սեռական հայհոյանք եք տալիս, էս չեք դուք։ Երեսպաշտ ստահակներ, ովքեր որ չունեն ոչ մի բարոյական արժեք, ոչ մի, ձեր սրբությունը, ձեր Աստվածը փողն է եւ այդ փողի համար դուք պատրաստ եք վաճառել ամեն սրբություն։ Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեր արժանի տեղն է ձեզ ցույց տալու եւ այդ բոլոր հայհոյանքները 10 պատիկով վերադարձնելու է ձեզ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություն, որտեղ կալուգացի օլիգարխի շրջապատը հերթական անգամ բռնվում է ընտրակաշառք բաժանելուց։ Լսենք։ Որ ճիշտ է լավ ենք անում, արա փող ծախում։ Կյանքն ծառա փող այ եթե դեք ճիշտ է իշտա։ Էս երևում է։ Փաստորեն սրանք ամեն անգամ ընտրակաշառք բաժանելիս ոչ միայն քաղաքացիներին տալիս են 20 կամ 30 հազար դրամ, այլ նաև աշխարհի ամենակեղտոտ հայհոյանքները։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանա ամեն քաղաքացի, ով ընտրակաշառք է վերցնում Գագոյա Ռոբա Սերժա Սամոյական օլիգարխիկ համակարգից։ Ղարաբաղցիների հանդեպ կալուգացի օլիգարխի ու նրա թիմակիցների իրական վերաբերմունքը սա է։ Լսեք։ Ղարաբաղցի կոպերանը ունիշտավի մեկն վարուստաս սախյան կոնաստանի պատմի Այո, սիրելի Ղարաբաղցի եղբայրներ եւ քույրեր, սա է կալուգացի օլիգարխի ու նրա թիմակիցների իրական վերաբերմունքը ձեր հանդեպ, որովհետեւ վերջիններիս կարծիքով կարող են փողը տալ եւ վարվել ձեզ հետ ինչպես ուզում են, կարող են փողը տալ եւ վերաբերվել ձեզ որպես ապրանքի։ Լսեք։ Որ ճիշտ է լավ ենք անում, արա փող ծախում։ Կյանքն ծառա փող Մնացածը դուք եք որոշելու, սիրելի Ղարաբաղցիներ։ Փողով ծախվել կալուգացի օլիգարխին, դառնալ նրա համար ապրանք, թույլ տալ, որ ձեզ հայհոյեն ու ձեզ հետ վարվեն ինչպես ուզում են, թե ոչ, բայց վստահ եմ, Ղարաբաղցու թասիբն ու նամուսը գրողի ծոցն է ուղարկելու կալուգացի օլիգարխին ու նրա ընտրատասովշիկներին։ Իրենք 300,000, դա ամենաճշգրիտ թիվը չի։ Միգուցե դա լինի 500,000, հենց սկսեցին գալ, ով է կանգնեցնելու այդ process-ը։ Կարող է մինչև 1 միլիոն ադրբեջանցի կան։ Սկզբից ասում էր 300,000, հասկացա, որ բանի տեղ դրող չկա, հետո սկսեց ասել 500,000, հիմա անցել է 1 միլիոն։ Այ ախպեր, ինչ ես մելաչից լնում, ինչպես կասեր Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը։ Ինչ միլիոն։ Ասա 2 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն, 10 միլիոն։ Կամ միլիոնը որը սա, ասա միլիարդ, 2 միլիարդ, 8 միլիարդ, ասա 8 միլիարդ ադրբեջանցի են բերել։ Կամ ինչի մենակ ադրբեջանցի։ Ասա թուրք, վրացի, ֆիլիպինցի, մեքսիկացի, կալուգացի վերջո։ Արագ մի բան ասեմ, քիչ առաջ Ֆակտոր լրատվականը հղում կատարելով The Insider շատ հեղինակավոր միջազգային լրատվականին մի հոդված է հրապարակել, որտեղ փաստաթղթեր կան, որ Սամվել Կարապետյանը, բացի Ռուսաստանի քաղաքացի լինելը, նաև հանդիսանում է, ներկայանում է որպես ռուսական ՖՍԲ-ի աշխատակից։ Հոդվածը շատ հետաքրքիր է, շատ մանրամասներ կան, թե ինչ է կատարվում, ով ինչ հրաման է ստացել, ով իրենից ինչ է ներկայացնում, հղումը տեղադրված է, կարող եք ծանոթանալ, իսկ կարծում եմ, որ մեր 17 կուսակցությունները, մյուս 17 կուսակցությունները պարտավոր են սրա հետ կապված մեկնաբանություն իրենց դիրքորոշումը ասել, իսկ իմ կարծիքով իրավապահները պետք է նույնպես իրենց գնահատականը տան, թե ոնց է ստացվում, թե որքան իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը եւ քաղաքականության մեջ մտնելը եւ ինչ նպատակներ են հետապնդում այդ գործողությունները։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական պատմությունը այստեղ շատ արագ իր վախճանը գտավ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ թե ՖՍԲ-ի գործակալ։ Մինչ մենք տաշիրում քարոզարշավի էինք, ողջ համացանցը պայթեց Insider-ի հրապարակած փաստաթղթերից։ Պարզվում է, ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, երբ Կալուգայում դիմել է Եվրոպայի քաղաքացիության համար, իր փաստաթղթերը լրացնելիս
աշխատանքի վայր նշել է FSB-ի տեղեկատվական կենտրոն։ FSB-ի տեղեկատվական կենտրոն նշում են դասական լրտեսները, եւ սա իմ մեկնաբանությունը չէ, սա փորձագետների, մասնագետների վերլուծություն է։ Շատ ակնհայտ է, որ այս մարդը ներդրվել է ներհայաստանյան քաղաքական կյանք պաշտոնական Մոսկվայի կողմից Հայաստանում Ռուսաստանի ազդեցության ուժերի, այսպես ասած, երկրորդ շնչառության համար։ Եվ մեր քաղաքացիները ընտրության գնալիս պետք է հստակ պատկերացնեն, որ օտարերկրյա լրտեսի եւ խաղաղության միջև է մեծ հաշվով Նարեկ Կարապետյան դա ասում էր երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չես ունեցել։ Բա Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց ռեգիստրը ոնց է ասում, որ դու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ես եղել առնվազն ինչ որ մի փուլում դրա մասին պաշտոնական գրառում անելով իր պաշտոնական փաստաթղթերում։ Թե Ռուսաստանի Դաշնության պետական մարմինները նույնպես կեղծ տեղեկատվություն են տալիս ձեր վերաբերյալ։ Հիմա կեղծը ո՞րն է, ունեցել ես այլ երկրի քաղաքացիություն, թե չես ունեցել։ Եվ եթե ունեցել ես, ապա ինչու ես դա թաքցրել Հայաստանի Հանրապետությունից եւ պատրաստ ես արդյոք ապացուցել, որ վերջի 4 տարում առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Եթե չկարողանաս ապացուցել, օյ, լուրջ խնդիրներ ես ունենալու, թե քրեական օրենսգրքի իմաստով, թե ընտրական օրենսդրության։ Արագ մի բան ասեմ, այն բանից հետո, երբ հայկական մեդիա դաշտում տարածվեց տեղեկություն առայն, որ հնարավոր է Նարեկ Կարապետյանը հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի, այն կայքը, պաշտոնական ռուսական կայքը, որտեղ այդ տեղեկությունը զտեղված էր, այդ մասով դարձավ անհասանելի։ Բնական է կան այդ տեղեկությունը հաստատող փաստաթղթեր, սկրինշոթեր, որոնք որ ես հիմա կցուցադրեմ, բայց Նարեկ Կարապետյանը կարծում եմ պետք է նաև իրավապահներին բացատրություն տա, որովհետև ըստ հայկական օրենսդրության, եթե քաղաքացին հավակնում է Հայաստանի Հանրապետության падգամավոր կամ վարչապետ դառնալ եւ սուտ տեղեկությունները ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա քրեորեն պատժելի արարք է։ Ուստի Նարեկ Կարենովիչ ինձ որևիցե բան բացատրել պետք չի։ Կխոսեք քննիչի հետ։ Բայց խաղաղության մասին խոսելով մենք չենք մոռանում նաև անվտանգության մասին։ Մենք չենք մոռանում բանակի բարեփոխումների մասին, որովհետև ես համոզված եմ, դուք էլ եք համոզված, որ պաշտպանունակ ուժեղ բանակ չունենալը գայթակղություն է ագրեսիայի համար։ Որովհետև մենք եթե ուժեղ բանակ չունենանք, դա կարող գայթակղի չլինի, որ մենք իրանք ի վիճակի չեն դիմադրության եւ հետեւաբար պետք է ագրեսիայի ենթարկել։ Բայց այսօր ես ուզում եմ, որ դուք մայիսի 28-ին ժամանակ գտնեք, գաք Հանրապետության հրապարակ, որովհետև մենք ձեզ նոր բանակ ունենք ցույց տալու, մենք ձեզ ցույց տալու նոր բանակ ունենք, նոր սպառազինություն, նոր ռազմական տեխնիկա։ Աստված ձեր բռնած գործին հաջողություն տա, վարչապետ ջան։ Բռնած մեր։ Ապագա վարչապետ։ Ապագա ներկայիս ապագայից մեր վարչապետ։ Նախ ընտրենք եւ գիտակցենք, թե ինչպիսի մեծ երջանկություն է պետություն ունենալը։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ։ Համար առաջի Բավական փաշինա։ Մի երեք ցավը տանեմ։ Մի հատ է դուշ
Պարոն Փաշինյան, Մայրիկ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել։ 5 տարի կանված է մեր անվտանգի վրա։ Արդեն ամիս ու կես իրադրել են ի շնորհիվ ձեզ Երևան Աղբյուր բժշկական կենտրոնում։ Հիմա արդեն ինչ պրոթեզ են դնելու։ Համի հենագներով քայլում են, պրոթեզներ ունեն։ Ես եմ շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ։ Փաշինյան քարտիստ։ Մռութիկ ջան։ Իվան հարցրեմ էլի ձեզ։ Ասա։ Ուզում ձեզ շնորհակալություն հայտնեմ առողջապահության նախարարությանը հատկապես մանկապարտեզների համար ճանապարհի շնորհակալություն 2 տարի արդեն մեր սահմանին մի ադամ զոհ, մեր երեխեն չի վիրավորվել, նույնիսկ վիրավոր չունի։ Նույնիսկ կան բան չկա։ Այսօր գնացեք տեսեք մեր սահմանին ինչ ամրաշինական կառույցներ բետոնից կերներ է սարքած։ Կերտած կկայնից փշակ հաղվիսի կզգաս որ դու իրոք երևի թիգուկի պետություն է կայնած ուժում ես։ Պես մի դեր Մանավես։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Բարի եղբայր, լավ է։ Չէ, լավ չէ։ Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ։ Ես Նիկոլ Փաշինյան։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք Արցախից ենք ու ձեզ շատ սիրում հարգում ենք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ինչ ասեմ, ձեզանց գոհ շնորհակալ եմ, այնքան գոհ շնորհակալ եմ, որ այսքան բաների հետ հասել ենք ու ձեզ միշտ իմացեք, որ ձեզ հարգում սիրում ենք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Դժվար չէ, նկարել ձեր։ Նկարել։ Դժվար չէ։ Տվեք ես։ Մի րոպե, էս ապարատը։ Որն ապարատը։ Նայ, Ռուբինա ջան, նայ։ Շնորհակալ եմ։ Ապրեք շատ։
6 երեխա ունեք, Աստված պահի։ Բարդ։ Խնդրեմ կնկարվեք երեխայի հետ։ Մեր ժամանակը ոնց է, հետ ենք լքի։ Բարև։ Հա, արագ, մենակ ժամանակի խնդիր ունենք երեխեք։ Ժորժ ջան, ժամանակի խնդիր ունենք, էլի կներեք։ Պարոն Փաշինյան ջան։ Նկարեք, պարոն Փաշինյան ջան նամակ։ Շատ լավ։ Հաջողություն։ Ուր ենք գնում։ Բարև ձեզ։ Հայաստանի տարածքային ամբողջական խնդրում եմ էլի ով աղմկում է հրավիրեք դուրս, հա։ Հրավիրեք դուրս։ Հրավիրեք դուրս։ Հանգիստ, հարգալից։ Հանգիստ հարգալից։ Ժողովուրդ ջան, մեր նախընտրական հավաքն է, սա ով համաձայն չի, թող չգա։ Ով չի ուզում մեր ասելիքը լսել, թող չգա, ժողովուրդ ջան։ Հերիք այդ կալուգացին է մեկը, ամեն մեկին 100,000, 50,000, մենք դեմ չենք, վերցրել եք 100,000 դրամ, եկել ներկաստացել եք, ներկաստացած է, արդեն գնացեք, ժողովուրդ ջան, չի լսում։ Ու ասում եմ սրանից հետո այդ կարգի ով եկավ, քաղաքավարի գրակե, դուրս ենք հրավիրում, գնա իրա գործին։ Կարևորը ներկան ստացավ, մի հատ էլ նկարեք կամերայով, որ ներկայա, որ 50,000-ը ձեռից հետ չառնեն, չենք ուզում մենք մարդկանց վատը չենք ուզում։ 200,000 են սարքել, շատ լավ։ Համենը կար։ Ուրեմն Կուրթան համայնքը մի 4 կարևոր հարցեր ունի, խնդիրներ ունի, որ անհապաղ լուծել է պետք է։ Առաջ երթին ճանապարհը։ Երկրորդ հարցը ձեր կառավարության ծրագրի 5-ամյա պլանը։ 26-31 թվականի 5-ամյա պլանը, ռոռոկման հարցը այդ միանշանակ։ Մի խնդրանք ընդհանրեն է, որտեղ գյուղացիներ ռոռոկումով զբաղվում 30 տարեկան երիտասարդ այսօր գյուղում աշխատում է, հասնում է 50 տարեկան, 50 այդ 20 տարի, 30 տարիների ընթացքում ստաժ չի գրվել։ Սոցիալ նախարարությունում կամ մտածեք այդ հարցում երիտասարդները դրա համար հիմնականը փակում են մայրաքաղաք։ Ինչի՞ց է, որովհետև այդ աշխատանքը ստաժը ձևակերպվում է աշխատանքի հաշվառումով, որ աշխատանքը չի հաշվառվում։ Հաշվառենք, հաշվարկներ ունեն, ասենք հիմա գիտեք, որ այդ հնարավորությունը կա։ Չէ, չգիտեմ։ Բանը համընդհանուր հայտարարագրման համակարգ հենց դրա համար ենք ներդրել։ Հիմա ով որ ուզենա, որ իրան ստաժ գումարվի, այնտեղ կարա համընդհանուր հայտարարագիրը ներկայացնի, այդ եկամտային հարկը վճարի եւ դա իր թոշակային համակարգի վրա ավելանում։ Այսինքն այդ հնարավորությունը հիմա կա։ Մենք շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Ձեր ոտը մեր գյուղում թող բարի լինի, կուրթանեցիները բոլորը չերտողնակ, չէ, 98 թվականին եկել աստեղ Քոչարյանը, ստեղից ո՞ն է մարել, դրա համար ես ծեծ եմ կերել, ժողովուրդը կհիշեն, մեկ էլ Կարեն Դեմիրճյանն եկել, շատ ուրախ ենք, մենք ձեր հետ ենք մինչև զգուշ եղեք, ճանապարհներ ընդհանրեն կար, ուրեմն Կուրթան համայնքը մի 4 կարևոր հարցեր ունի, խնդիրներ ունի, որ անհապաղ լուծել է պետք է։ Առաջ երթին ճանապարհը։ Երկրորդ հարցը ձեր կառավարության ծրագրի 5-ամյա պլանը։ 26-31 թվականի 5-ամյա պլանը, ռոռոկման հարցը այդ միանշանակ։ Մի խնդրանք ընդհանրեն է, որտեղ գյուղացիներ ռոռոկումով զբաղվում 30 տարեկան երիտասարդ այսօր գյուղում աշխատում է, հասնում է 50 տարեկան, 50 այդ 20 տարի, 30 տարիների ընթացքում ստաժ չի գրվել։ Սոցիալ նախարարությունում կամ մտածեք այդ հարցում երիտասարդները դրա համար հիմնականը փակում են մայրաքաղաք։ Ինչի՞ց է, որովհետև այդ աշխատանքը ստաժը ձևակերպվում է աշխատանքի հաշվառումով, որ աշխատանքը չի հաշվառվում։ Հաշվենք, հաշվարկներ ունեն, ասենք հիմա գիտեք, որ այդ հնարավորությունը կա։ Չէ, չգիտեմ։ Բանը համընդհանուր հայտարարագրման համակարգ հենց դրա համար ենք ներդրել։ Հիմա ով որ ուզենա, որ իրան ստաժ գումարվի, այնտեղ կարա համընդհանուր հայտարարագիրը ներկայացնի, այդ եկամտային հարկը վճարի եւ դա իր թոշակային համակարգի վրա ավելանում։ Այսինքն այդ հնարավորությունը հիմա կա։ Մենք շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Ձեր ոտը մեր գյուղում թող բարի լինի, կուրթանեցիները բոլորը չերտողնակ, չէ, 98 թվականին եկել աստեղ Քոչարյանը, ստեղից ո՞ն է մարել, դրա համար ես ծեծ եմ կերել, ժողովուրդը կհիշեն, մեկ էլ Կարեն Դեմիրճյանն եկել, շատ ուրախ ենք, մենք ձեր հետ ենք մինչև
Զգուշ եղեք, ճանապարհներ լինեն։ Հարսուփ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Yeah. Շատ սպասելի որ ձեզ նկարենք արենք։ Of course. Նկարեցիք։ Բարև Վարչապետ Լեաթկան։ Նկարեցիք։ Մենք ձեզ իսատ ենք սիրում պարոն Վարչապետ, մեզ Նկարեցիք։ շնորհակալություն, հաջողություն։ Be happy։ Գնացի որ ես ուստա։ Երեխեք ջան նկարվել չենք հասցնի մյուսը։ Հիշում եմ լի։ Պարոն Փաշինյան։ Ay տարբերակ չունեմ։ Ինչև այսօր մենք չենք փոխում մեր դիրքորոշումը։ Ձեր կողմով ենք հուսով ենք ձեր հույսերը մենք գոհ ենք ձեզանից շատ ծրագրերի մեջ կանք, շատ տեղեր, որտեղ հանդիպել են, խոսացել են կնեն, ինչ որ հարիրա ձեզ, հալալա ձեզ, ապրեք, ձեր կառավարությունը արելա այս 3 հարգանի մանկապարտեզը ամեն ինչ ասում։ Այս գույները երեխեքինն է։ Մենք շնորհակալ ենք գնահատանքի համար։ Իրականում մեր համար շատ լավ։ Մենք ձեր կողքը կանգնած ենք։ Մենակ միայն առաջ։ Ողջունում եմ ձեզ։ Մենք մեր ծրագիրը ձեզ ենք ընտրում եմ ծանոթանալ եւ անպայմանորեն մասնակցել ընտրություններին։ Ձեզ Գնահատում եմ վերջին աստիճանում, վերջին ու շատ սիրում։ Մենք ես էլ ձեզ եմ շատ Այն օրերին են դատողին։ Ոնց ասել, ժողովրդի կաշվից դուրս եկավ։ Հիմա հոյակապ աշխատում եք, ապրեք շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ գնահատանքի համար։ Բոլորն եք հրաշք։ Քվրեմ բոլորը հրաշք են։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան ձեզ առողջություն եմ մաղթում։ Դուք հասնեք մեզ, մենք ահագին մեծ ենք։ Ինչ ջայել եմ երևում չկասկած։ 87 տարեկան եմ։ 88։ Շատ լավ։ Հասնեք, մեզ անցնեք, այտենց հայրենասեր լինեք, այտենց աշխատասեր լինեք, հրաշք լինեք, երեխեք ջան։ Բոլորը Առողջություն եմ ձեզ մաղթում։ Կախությանը, ապագային, խաղաղությանը, Տաշիրին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որ տեղեկատվությունը հայտնվել մամուլում լրատվամիջոցներում եւ այդ տեղեկատվությունը ինձ թվում է ունի շրջադարձային նշանակություն։ Միջազգային եւ հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում ընդ որում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը ոչ ավել, ոչ պակաս անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն, այն մարդը, ով եկել է եւ Հայաստանի քաղաքական process-ներին մասնակցում է, փաստորեն FSB-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում եւ շրջանառվում է մամուլում եւ բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա իրականորեն փոխում է կամ իրականում չի էլ փոխում
մեր պատկերացումները։ Հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ ասում էի, որ այն մարդը, որը օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպը այլ կերպ, քան Լրտեսի գործելակերպ հնարավոր չի անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր ջանք են գործադրում օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրանք սկսել են խոսալ 300,000, հիմա էլ հասել են 1 միլիոն ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Սա այլ կերպ, քան գործակալի Լրտեսի գործելակերպ ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել, եւ ինչու են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ, բայց մենք հնարավորություն ունենք դա թույլ չտալու, եւ դրա համար ես ասում եմ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը։ Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց կներեք գործակալներին ուղարկելը այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ գործակալական ցանցեր ստեղծելու գործընկերային չի։ Այն որ գալուգացի օլիգարխը օտար երկրա հատուկ ծառայությունների գործակալը, դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է եւ յուրաքանչյուր քաղաքացի, ով այսօր արդեն տեղեկացավ այդ ինֆորմացիային, պետք է ինքը ընտրություն կատարի, ինքը գործակալա թե քաղաքացի, յուրաքանչյուր այդ կուսակցության աջակից